Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1116-րդ օրն է, եւ ես որոշեցի ձեզ համար կազմակերպել թեթև եթեր, եթե կարելի է այդպես ասել, ռազմաճակատում տիրող իրավիճակի եւ Պուտինի գլխավորած ռուսական քարոզչության տվայտանքների մասին։ Նկատեցիք, որ վերջին 2 օրերին Պուտինը սկսեց խոսել ուրախությունից, գրեթե ամեն օր խոսում էր։ Պուտինի գլուխը պտտվել է եւ ամեն պտույտի հետ մի սուտ էր ասում։ Սա ինձ հիշեցրեց խորհրդային ֆիլմում, կարծեմ անունը «Անապատի սպիտակ արևներ», որ հերոսուհին զինվորականի հետ 2 բառ խոսելուց հետո ասաց, որ տիրակալը իրեն նշանակել է հարեմի սիրելի կինը։ Պուտինը բլբուլ է կտրել, հորինել է ուկրաինական զորքերի շրջապատում Կուրսկի մարզում եւ ժեստեր է անում Թրամփին, թե բա լավ, չեմ սպանի, թող հեռանան, ուր գնան այդ տղա, հազիվ նոր են եկել։ Քիչ հետո կներկայացնեմ Կուրսկի մարզի իրավիճակը։ Ամենազվարճալին այն է, որ խոսափողի մյուս կողմում գտնվող Թրամփը կարծես հալվում է ուղղակիորեն խնդրելով խնայել ուկրաինացի զինվորներին։ Ուսանք Թրամփը վերջնականապես չի ցնդել եւ սա անում է Պուտինին ֆռռացնելու համար։ Մինչ ռազմաճակատի լուրերը ձեզ ներկայացնելը, ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, մեր եթերների տարածման եւ հոյակապ մեկնաբանությունների համար։ Իրոք շատ եք մոտիվացնում, շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 149 մարտական բախում, որից 49-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Լայնածավալ պատերազմի սկզբից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները արդեն կազմել են 892,840 օկուպանտ, գրեթե 893,000, մեկ օրում ռուսական կողմի կորուստները ավելացել է 1180 օկուպանտով։ Վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է նաև օկուպանտների ավելի քան 250 միավոր զինտեխնիկա։ Ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել 11 տարածքների, որտեղ կենտրոնացած էին ռուսական զորքերի անձնակազմ ու զինտեխնիկան, խոցվել է նաև հրամանատարական կետ եւ հոբ համակարգ։ Կուրսկի ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում 20 զինված բախում է տեղի ունեցել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը լքել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Սուջա շրջկենտրոնը եւ նահանջել դեպի ռուս-ուկրաինական սահման։ Այդ մասին է վկայում Կուրսկի ուղղությամբ քարտեզը, որը շաբաթ օրը մարտի 15-ին հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Կուրսկի ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հակառակորդը 19 ավիահարված է հասցրել, 28 կառավարվող ռումբ է նետել եւ 232 հրետանային հարձակում է կատարել, այդ թվում 3-ը ռեակտիվ հրթիռային համակարգերից, ասում է ուկրաինական գենշտաբի զեկույցում։ Ըստ թարմացված քարտեզի, սահմանից մոտավորապես 5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալեշնիա եւ Գոգոլևկա բնակավայրերը Սուջայի ուղղությամբ շարունակում են մնալ ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ռուսական զորքերի հիմնական հարձակումները կենտրոնացված են հենց այս ուղղությամբ եւ Կուրիլովկայից դեպի սահման։ Մինչդեռ դեպի հարավ Կույևի ուղղությամբ աչքի ընկնող տարածքում ամեն ինչ մնում է նույնը, ինչ նախորդ օրերին էին։ Նույնը վերաբերում է հյուսիսում գտնվող Նիկոլաևը Դարինայի մերձակայքում գտնվող ոչ մեծ տարածքներին, որտեղ մերոնք ճեղքել էին ռուսական ուժերի դիրքերը։ Ըստ ուկրաինացի սահմանապահների, ռուսական Կուրսկի եւ ուկրաինական Սումիի մարզերի սահմանին փոփոխություն չկա, մարտեր են ընթանում ռուսական փոքր խմբերի դեմ, որոնք փորձում են անցնել սահմանը։ Անցնենք Խարկովի ուղղությամբ, այստեղ կան ավելի լավ լուրեր։ Ուկրաինական բանակը հաջող հակագրոհում է Ասկոլ գետի արևմտյան ափին, մերոնք մխրճվել են ռուսական պլացդարմ, որը նրանք ձմեռվա սառը ամիսներին գետի սառույցի վրայով անցել էին եւ ստեղծել էին իրենց համար պլացդարմ։ Թշնամին լուրջ կորուստներ է կրում, գրեթե նույնը Դոնբասում է, չնայած ռուսների խելահեղ գրոհներին ուկրաինական կողմը ետ է մղում դրանք եւ բարելավում դիրքերը։ Նախորդին արդեն վատ ավանդույթի համաձայն ռուսները հարձակվել էին Ուկրաինայի վրա 1 բալիստիկ հրթիռով եւ 178 շահեդ տիպի հարձակողական դրոններով, որոնցից 168-ը խոցվել եւ վնասազերծվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Ռուսական հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասներ կան Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի, Սումիի, Չեռնիգովի եւ Կիևի մարզերում։ Կրիվոյ Ռոգում բալիստիկ հրթիռով ռուսները հարվածել էին կարաոկե երեկոյան ակումբին։ Այս ամենի պատկերները կան մեր Telegram-յան ալիքում։ Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին խոցել են նախատեսված թիրախները արդեն Ռուսաստանի տարածքներում։
Ուկրաինական դրոնները այս գիշերը աչքի են ընկել հատկապես արդյունավետ հարվածներով։ Ռուսաստանի Վոլգոգրադի եւ Սարատովի մարզերում անօդաչու սարքերը խոցել են Լուկոյլի նավթավերամշակման գործարանները, առաջացնելով բազմաթիվ պայթյուններ եւ հրդեհ Սարեպտա երկաթուղային կայարանի մոտ։ Ուկրաինայի զինված ուժերը դրոններով գրոհել են Բելգրադի մարզի, մասնավորապես Վալույկի քաղաքը, Շեբեկինեի շրջանում Մուրոմ գյուղը եւ Վալկոնսկի շրջանում Տիշանկա գյուղը։ Խոցված թիրախներ կան նաեւ Կրասնոդարի երկրամասում։ Ամսի 14-ից ցերեկը ուկրաինական դրոնը հարվածել էր Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Մուլինը գյուղի զորավարժարանի եւ զորամասի տարածքին։ Մեր աղբյուրներից գիտենք, որ հարձակման հետևանքով վնասվել է ռուսական 333-րդ մարտական ուսումնական կենտրոնի վարչական շենքը, կան վիրավոր ռուսական զինծառայողներ։ Մենք չենք իջնելու ռուսների մակարդակին եւ զոհերի թվեր չենք հորինելու, նկարելու։ Գիտենք, որ կան վիրավորներ, բայց զոհերի մասին տեղեկատվություն չկա։ Չենք ասում, որ 20 կամ 200 հոգի ոչնչացվել են, ինչպես ռուսներն էին վերջերս ասում Դնեպրոպետրովսկի մարզում ուկրաինական պոլիգոնի խոցման ժամանակ։ Ասեմ, որ կադրերը տեղակայել ենք մեր Telegram-յան ալիքում, բոլորը կարող են տեսնել։ Հիշեցնեմ, որ նախորդին Տամբովի եւ Սարատովի մարզերում խոցվել էին նաեւ 2 գազակոմպրեսորային կայաններ։ Վերջին ամիսներին ռուսական բանակում հետաքրքիր միտումը կարծես բացում է ռուսական միջուկային զենքի շուրջ առասպելի վարակույրը։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջուկային անվտանգության տնօրինության զինվորական անձնակազմի շարքից հանվել է եւ որպես գրոհային պեխոտա ուղարկվել Դոնբաս մարտերի։ Մասնավորապես ռուսական հրամանատարությունը Պաշտպանության նախարարության 12-րդ գլխավոր տնօրինության զինվորականներից, որոնք պատասխանատու են միջուկային զենքի պահեստավորման եւ այլ միջուկային օբյեկտների պաշտպանության համար, ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության զինուժի 20-րդ գունդը եւ ուղարկվել Դոնբաս, ավելի կոնկրետ Տորեցկ։ Իմիջիայլոց շատերը արդեն փախել կորել են։ Այս մասին հայտնում են OSINT հետազոտողները, գիտեք, դա հետազոտողներ են, ովքեր որոշակի տեխնոլոգիաներով ճշտում են զորքերի գտնվելու վայրը։ Ըստ վերլուծաբանների 24 թվականի նոյեմբերին ռուսական պաշտպանության բանակի 12-րդ գլխավոր վարչությունը տեղափոխել է զինծառայողներին Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ, զորքի պակասի պատճառով պարզապես համալրել է այդ տեղամասի գրոհայինների շարքերը։ Հիմա եկեք մտածենք, թե ինչու Պուտինը հանկարծ որոշեց, թե իր այսպես կոչված միջուկային զենքերը պաշտպանության կարիք չունեն։ Միգուցե այն պատճառով, որ դա պարզապես հորինված քարոզչական հեքիաթ է։ Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել ռազմի դաշտում միջուկային զենքի պահակախմբի փոխակերպումը հետևակի։ Ի վերջո, եթե պահեստներում իրոք միջուկային զենք կա, ուրեմն այդ պահեստներին սպառնացող վտանգը չի նվազել, պատերազմի դեպքում ընդհակառակ ավելի է մեծացել, հաշվի առնելով պարտիզանական պայքարը, բայց եթե միջուկային պահեստներից պահակները հանվել են, ուրեմն հսկելու բան չկա։ Կարող ենք չէ՞ նման եզրակացություն անել։ Դժվար է չէ՞ պատկերացնել, որ այդ զինվորները միջուկային զենքը իրենց հետ բերել են Դոնբաս։ Զինվորները պարզապես բերվել են, որպեսզի դառնան գրոհային, իսկ ինչ վերաբերում է միջուկային զենքին, կարող ենք եզրակացնել, որ պահպանելու բան չկար։ Երբ կարիք չի լինում ինչ-որ մի կարևոր բան պահպանել, երբ այդ կարևոր բանը չի լինում, պարզապես չկա։ Այս մասին կասկածները ավելի սրվեցին Պուտինի արեշնիկի առասպելի հորինելու օրերից։ Մի երկիր, որ առաջ ուներ հզորագույն հրթիռներ, ինչպիսիք են Յարսը, Տոպոլը, Ռուբեժը, հանկարծ որոշեց մի խղճուկ օրեշնիկ պատրաստել։ Պատճառը մեկն է՝ խորհրդային ժառանգությունը կամ համապատասխանաբար չեն պահպանել, կամ չեն կարողանում սպասարկել, ինչը բերել է ռազմական նպատակների համար անպիտանության։ Հակառակ դեպքում ինչու Պուտինը պետք է հորինված արեշնիկով հարվածեր Դնեպրին։ Հանգիստ կարող էր քիչ առաջ իմ նշած հրթիռներով թեկուզ առանց միջուկային մարտագլխիկի հարվածել, որպեսզի տպավորություն թողնի։ Իմիջիայլոց թե Յարսը, Տոպոլը, Ռուբեժը բավականին հուժկու տեսք ունեն եւ արեշնիկից հոգեբանորեն կարող են ավելի շատ ազդել, եթե Պուտինը դա էր ուզում անել։ Ըստ երևույթին կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը չունի օգտագործելի միջուկային զենք կամ դրանք բավարար չեն, եւ որ նրանք որոշել են ազատված միջուկային ուժերի զինվորներին վերածել հետևակի եւ մսային գրոհների հումք։ Անցնենք քաղաքական թեմաներին, օրերս, ինչպես հիշում եք, անդրադարձա Թրամփիստական Ամերիկայի նկատմամբ արևմտյան գործընկերների վստահության ոչնչացման թեմային։ Երեկ հայտնի դարձավ, որ F-35-ի վերաբերյալ Գերմանիայում եւ Կանադայում մտահոգությունների ֆոնին Պորտուգալիան պարզապես հրաժարվել է գնել ամերիկյան այդ ինքնաթիռները։ Կարծում եմ, սա վերջին նման նորությունը չէ, որ մեզ սպասում է առաջիկայում։
Ամերիկացիների շրջանում աճում է անհանգստությունը Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց սերտ կապերի վերաբերյալ։ Այս մասին են վկայում Reuters-ի Ipsos հարցման արդյունքները։ Նշվում է, որ հարցվածների մոտ 56%-ը, այդ թվում դեմոկրատների 89%-ը եւ հանրապետականների 27%-ը համաձայն են այն հայտարարությանը, որ Թրամփը չափազանց մոտ է Մոսկվայի հետ։ Ընդհանուր առմամբ հարցվածների 40%-ը համաձայն չէ այս պնդման հետ, իսկ 4%-ը չի պատասխանել այդ հարցին։ Այս ամենի ֆոնին երևի թե ձեզ կհետաքրքրի, թե ինչպես է փոխվել ուկրաինացիների վերաբերմունքը Ամերիկայի հանդեպ։ Նոր հետազոտության համաձայն ուկրաինացիների շրջանում Ամերիկայի նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է Վաշինգտոնում Ուկրաինայի եւ Ամերիկայի նախագահների հանդիպումից հետո, սակայն եվրոպական երկրները շարունակում են բարձր դիրքեր զբաղեցնել։ Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգները ուկրաինացիների մեծ մասի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի դեմ պատերազմի առանցքային գործընկերներից մեկը, Մեծ Բրիտանիայի հետ միասին։ Ամերիկյան օգնությունը, պատժամիջոցները եւ տարբեր ձևերով աջակցությունը հարցվածների կողմից ճանաչվել են որպես կարևոր գործոններ, սակայն վերջերս Վաշինգտոնում հայտնի նախագահների հանդիպումից հետո նոր ուսումնասիրություն է կատարվել, որը ցույց է տալիս Ամերիկայի նկատմամբ վստահության մակարդակի կտրուկ անկում։ Հարցման արդյունքների համաձայն հարցված ուկրաինացիների 70%-ը խոստովանել է, որ իրենց վերաբերմունքը Ամերիկայի նկատմամբ վատացել է։ Երևի թե ճիշտ կլինի ասել Թրամփյան Ամերիկայի հանդեպ, այլևս Ամերիկան չի դասվում Ուկրաինայի առաջատար գործընկերների շարքում, իջնելով բարեկամ երկրների ցուցակի երկրորդ կեսին, Չինաստանի, Հնդկաստանի հետ, Միաժամանակ Ամերիկան ընկալվում է որպես ամենաանբարյացակամ երկրներից մեկը, պատկերից դուրս թողնելով երևի թե միայն Ռուսաստանին։ Մինչ Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, ուկրաինացիները ավելի ու ավելի են աջակցում եվրոպական երկրներին, բարեկամ երկրների վարկանիշում բարձր դիրքեր են զբաղեցնում Մեծ Բրիտանիան 59%, Բալթյան երկրները 54%, Ֆրանսիան 54%, Լեհաստանը 51% եւ Գերմանիան 50%։ Նույնիսկ Թուրքիան է առաջ անցել Ամերիկայից։ Թուրքիայի մասին լավ կարծիք ունեն ուկրաինացիների 17%-ը, իսկ վատ կարծիք ունեն Թուրքիայի նկատմամբ ուկրաինացիների 6%-ը։ Անցնենք զենքի մատակարարումների թեմային, մինչ Ամերիկան վերականգնել է դրանք, բայց քանի որ այլևս վստահություն չենք կարող ունենալ, որ մի օր նորից չի փակվի, այս ֆոնին Եվրամիությունն է հայտարարել, որ կշարունակի զինել Ուկրաինային, նաև ժամանակավոր զինադադարի դեպքում։ Չգիտես ինչու լրագրողներին նման հարցեր հետաքրքրել, երևի թե ռուսներն էին ուզեցել պարզել, լրագրողների միջոցով։ Իմջելոց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին գործադիր հրաման է ստորագրել 7 դաշնային գործակալությունների վերացման մասին, որոնք համարվել են ավելորդ։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան կայքը։ Դրանց թվում գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը, որը ղեկավարում էր Ազատություն ռադիոկայանի եւ Ամերիկայի ձայնի նախագծերը։ Ամերիկայի ձայնի հետ ես երկար տարիներ համագործակցել եմ, բազում հարցազրույցներ եմ տվել այդ լրատվականին, եւ ճիշտ ասած ցավալի է, որ լրագրողները կարծես թե Թրամփի վարչակազմին այլևս պետք չեն։ Վստահ եմ, որ պրոֆեսիոնալները միշտ իրենց կգտնեն լրատվական դաշտում եւ հնարավոր է մի օր նորից ինչ-որ բան վերականգնվի, չգիտեմ, կապրենք կտեսնենք։ Ճիշտ ասած, այսօր նույնպես Ազատության լուրը ինձ շատ զարմացրեց։ Ազատությունում գրել էին, թե իբր թե Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողությունների ավարտի մասին։ Զելենսկին նման բան չի հայտարարել, Զելենսկին խոսել է, որ օպերացիան հաջող է անցել, այս ամենը ասվել է Սուջա մարզ կենտրոնից ուկրաինական զորքերի նահանջելու ֆոնի վրա, բայց ինչից են Ազատություն ռադիոյում ենթադրել, թե Ուկրաինայի նախագահը նման բան է ասել, չգիտեմ, դա շարունակում է հանելուկ մնալ, ինչևէ, դա թողնենք իրենց խղճին, չի ուզենա շատ ծանրաբեռնել, շաբաթ օրվա եթերը այսքանով ավարտեմ, հուսամ ձեզ դուր կգա մեր նման ֆորմատը, լավ հանգստյան օրեր եմ մաղթում ձեզ։